Սասնա ծռեր Բ. Հատոր Առաջին մաս խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյան աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի Թպատում Սասունա ծռեր պատմեց Ալաշկերտցի Կարապետ Թամոյանը գրի առավ 1932 թվականին Կարապետ Մելիք Օհանջանյանը Մհեր Մի ժամանակ էդտեղ ուրանցավ ու խուշով ապրան, ադրամելիք բերեցին, կարգեցին, մշուղ խաս գեղուց մեկ աղջիկ բերեցին, էդ աղջկուց մեկ հատ տղա եղավ, տղան թաժա օր եղավ, էդ օր գլուխ երկու կոտ ցորեն կտաներ, էդ տղի անուն դրին Մհեր, դե ուրիշի ճժերտարով կմեծաներ, էդ սասունա Մհեր օրով կմեծաներ, Մհեր օր եղավ 15 տարեկան, կպտտեր մշուդաշտ, սասուն, վան, խլատ, արջեշ, ավ ու խուշ կեներ, մեկ օր էլ եկավ էդ Մհեր, քերի թորոսինը սավախ քերի, իմալ կդադրի, էդ օր մեր վերցուց սավ Մհեր ջան, էլի գնա խազգեղ ու քերու տուն, բալքի քզի մեծի տան, հեծնիս, Մհերն էլ ծար մի քաշեց դրեց ուր պիջին, մշուդաշտ դու դորիս հայդե եկա քզի, Գնաց իջավ մարնկա դուրան, տեսավ որ մի առյուծ ելավ ուր առեջ, էդ գազան ելավ, որ Մհերին կլուցեր, ամա Մհեր բռնեց երկու չանգից, քաշի ճղից, պատրից ու թալից մեկ դե, ու ընձավ գնաց զուր քերուտուն, երբ որ մեծ քերին տեսավ Մհերին, հասավ գրկվավ վիզը սավ մերնիմ քզի Մհեր ջան ղոջամարդի սեղի, տարավ նստուց օդենը սավ հորիս եկե Մհեր ջան, սավ քերի, եկեր իմ քզի մոտ որ դու ընձի լավ ձի մի տաս, գիտաս դուր, չի տաս գելիմ կերտամ, քերին դարձավ սավ Մհեր ջան, գլխու տարևուտ մերնիմ, ուզածը ձիմի չէ, ղուրբան եղնի քզի, ու կանչեց իրեն մշկունը սավ մշակ, կտանիս իմ խարզեն զյաններու մեջ, որ մեկ ձին Մհեր կհավնի, ենի գիտաս թղտանա ուրտուն սասուն, Մհերն էլ մշկու հետ գնաց զյաններու թավլեն, տեսավ ինչ տեսնի, 20 ձի մեկ թարավ կապուկ, 20 ձի մեկ էլ թարավ կապուկ, մշակը սավ Մհեր ջան ղուրբան քզի, որ մեկ ձին կհավնիս քաշատար, Մհերն էլ ընկավ զյաններու ջերգին, որ մեկ ձիու պարեկին ձեր տվեց, փորն առավ գետին կզավ, Մհերը սավ էսոնք ինձի ձեր չի տա, մեկ լետեսավ պստի պրճոտ կլոր խուրակ մի, ասավ, որ ձի ու պարեկին ձեր դրեցի փորիչավ գետին կզավ, կանի մի գոմպ մել զարգի մեզ քուրկան պիծում, էդ էլ կեղնի մեկ անուն, ասավ, գոմպըմ զարգից քուրկու մեջքին, քուրակ ջուղտըմ, ջուվթա զարկեց պադին, թե կհասներ կարներ Մհերին ըզ Մհեր կթալեր սասուն, ու գնաց քերու մոտ, քերինը սավ Մհեր ջան, որ մեկ ձին հավնար, սավ քերի, քու ձյաններ քզի պեշքեշ, քու ձյաններու տեղ չխորիմ, գիտաս են թավլի միջի պրճոտ քուրակ դու, չեսի տա, կթողնիմ կերթամ մրտուն, ասավ Մհեր ջան, գլխու տարևուտ մերնիմ, էդ 40 ձիու մեջ են եկար հավնար էդ քուրկան, քուրակ քզի ղուրբան եղնի, վերցուր տար, մշակներ գնաց, յուլար դրից քուրկու վիզ, քաշից դուրս տվից Մհերին, Մհեր քաշեց քուրակ տեսնի, քուրակ չերտա, տեսա որ քուրակ չերտա, կապեց քուրկու ոտքեր, ծառեցկեց քուրկու ոտքեր, դրեց ուր պիջին ճամփա անկավ, սասուն դորիս եկա քզի, էդ քուրակ Մհեր առավ տարավ, անուն դրեց քուրկի ջալադին, պայեց մի երկու տարի, Մհեր օր եղավ ձիավոր ամբողջ երկրներ ոտքի տակ տվեց ու բոլոր վախեցան Մհերից, դու մի ես իր էդա սասուն օր եկած են, շինած են, էդի Մսրա Մելիքի հողնա, էդ Մհերի ձեն կելնի կերթա, կհասնի Մսրա Մելիքին, Մսրա Մելիք մարդ կղրկա, Մհերին կխանչա ուր մոտ, թե Մհեր ջան, էդ տեղ նորկա, էդ սասուն օրկա, էդի իմ հողնա, էդ հող քզի պեշքեշ գիտա, մենակ կրվու ժամանակ օրեղնի, դու իմ պարիկ եղնիս, Ես Մսրա Մելիք սաղ սրտով չսա, կվախնա Մհերից, կգեղծավորնա, Մսրա Մելիք կտեսնի Մհերին,
Օրինք հաստատ մարդ, ազնահուր մարդը, կնստին ինք ու իր կնիկ գողտուկ կզրուցին կսի կնիկ, թե մհերից, թե ուր ձիուց ջինս չվերցունք, ես մարդու ջինս մրքոք կկտրա։ Հիմա լերեցին չերեցին ենոնք, մի գիշեր մհեր գնաց մելիքի կնկամոտ պարկավ։ Քուրկու ջալադին էլ գողտուկ տարան, քաշեցին ուրենց խսրխու վրեն։ Կնափոխերին զերկուսլե։ Ու մհերի հետ պայման դրին, մելիք հսեց մհեր ջան։ Ես թուղթ կգրինք էդոր համար, որ ես առաջ մեռնիմ իմ կնիկ ու ճիշ դու պայիս, որ դու առաջ մեռնիս ես պայիմ քու կնիկ ու ճիշ։ Պայմաներին ու մհեր թողից գնաց Սասուն։